ուզում եմ երկու փոքրիկ հարցի անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մի հատվածի, ես ամբողջությամբ չեմ տեսել, հատվածներով եմ տեսել, բայց ստե մի փոքրիկ Հայաստանին ոնց որ իր խոսքի տոնայնության մեջ մեղադրանք հնչեցնում է ոչ թե իշխանություններին, չնայած դա ինքը իշխանությանը անդրադառնում, բայց Հայաստանի Հանրապետությանն էլ է մեղադրում իր դիրքորոշման, իր պահելաձևի, իր որոշումների կայացման մասով եւ ծեսկրտուկի մասի մի փոքրիկ իմ գնահատականը կտամ որպես նեյտրալ բլոգեր, նեյտրալ հանրային գործիչ, չեմ ուզում ես ոչ մեկի կողմը պահել, կողմնապահություն անել, ուղղակի գնահատական կտամ, ոչ թե պաշտպանություն, ի պաշտպանություն որևէ կողմի։ Ուրեմն սկսենք այստեղից, լսենք Ռոբերտ Քոչարյանի այս փոքրիկ հատվածը, ես իմ գնահատականը, իմ մեկնաբանությունը անեմ։ Հայաստանը ինչ է եղել, Հայաստանը սա էլ մի բան էր ինձ համար, գիտեք, դուք պատկերացրեք, ռուսական զորքը այնտեղ կանգնած 2000 հոգի անվտանգություն են ապահովում եւ ված չէին անում իրենց ֆունկցիաներ ասել։ Արեք, պարոն Քոչարյան, խնդրում եմ, մի ասեք էլի, տեսեք, ես չեմ կարա չանդրադառնալ այս երևույթին, ինչի, որտեղ Ռոբերտ Քոչարյանը չի եղել Արցախում, ես եղել եմ Արցախում, ոնց որ ինքը 90-ականներին եղել է Արցախում, իսկ ես չեմ եղել Արցախում, որովհետև ես եղել եմ 2 տարեկան եւ Ուկրաինա ենք տեղափոխվել մենք ընտանիքով, հայրս մնացել է, հարցերն է, ես որ չեմ կարող օրինակ վիճաբանության մեջ մտնել մի կուխնյայի մասին, մի հատվածի կամ աշխարհագրական մի այնպիսի դիրքի մասին, որտեղ ես չեմ եղել, կարամ հա, գիտեք, կարծիք արտահայտեմ, ասեմ չեմ հավատում, չեմ կիսում, այս ուրիշ է, բայց պարոն Ռոբերտ Քոչարյանը ասում է մի բան, վստահ, որ իմիջիալոց լավ էին անում, իսկ ես այնտեղ լինելով եւ խնդրում եմ արցախցիներ ջան, դուք էլ ինչա դժվար է արտահայտվել, ասել որ Ռուս խաղապահը ընդ կատարում էր շրջափակման ժամանակ բիզնես, առաքման գործողություններ, մինչև շրջափակումն էլ ոնց որ իրանց համար ցոփ ու շվայտ կյանքը վայելում էին։ Ես միշտ ասել եմ, շաուրմանոցներում, խորովածանոցներում, Երուսաղեմի մեջ ված չէ, այսինքն եթե իրանք եկել են որպես տուրիստ, հայ ազգը որպես մանավանդ արցախցիներն է որպես հյուրասեր ժողովուրդ, հյուրասիրությամբ ընդունել են, բայց եթե խոսքը գնում է պարտականության մասին, որ հիմա նշեց պարոն Քոչարյանը, որ ված չէին կատարում, կներեք էլի պարոն Քոչարյան, ես ոնց լավ էին կատարում, ված չէին կատարում, չի կարելի պատմությունը աղավաղել, չի կարելի ձևափոխել, այլափոխել, չի եղել նման բան։ Եթե տեղյակ չեք ասեմ, դուք ինչու չեք եկել մի հատ տեղեկանաք։ Մի քիչ լսենք, զրուցելու ենք։ Միջև մի պահ։ Եվ այդ ընթացքում Հայաստանի ղեկավարը գնում է Պրահա եւ ասում է ընդունում եմ Ադրբեջանի կազմը։ Արեք մի հատ ճշտենք էլի։ Չփորձեն ինձ իմ խոսքը մեկնաբանել իբր թե Նիկոլին պաշտպանում եմ Քոչարյանի խոսքերից, չէ, ես ուզում եմ իրականությունը լուսաբանենք, որտեղ ըստ Նիկոլն էլ է ժամանակավոր գնալու է Հայաստանի Հանրապետությունը, մենք հայերս նպատակ ունենք ալնի ինքը որպես պետականություն, հավերժ, եթե աշխարհի բոլոր պետությունները պետք է վերանան, չլինի սահմաններ պետական, թող լինի վերջինը Հայաստանի հետ։ Բայց քանի մենք գոյա պայքարի մեջ ենք, թե հարևանների, թե ամբողջ աշխարհի կեղծավոր Եվրոպայի բարեկամ ճակերտներով ասած Ռուսաստանի հետ միասին, մենք պետք է մեր դիրքերը պինդ պահենք։ Պարոն Ռոբերտ Քոչարյան, ձեր բարձրացրած մտքի իմ հաջորդի մեկնաբանությունը երբ է գնացել Պրահա ընդունել Արցախը որպես Ադրբեջանի մաս, տեղյակ եք, դու գիտեք, որ 20 թվից մինչև պատերազմից հետո, մինչև 22 թիվը ու ոչ միայն իմ աչքերով, իմ ականջներով լսած, տեսած քաղաքական կյանքում, այլ բոլորը, եթե ուշադիր են եղել, ովքեր ունեն երկար հեռատեսություն եւ լավ հիշողություն, Հայաստանի Հանրապետությունը, Երևանը էլի եմ նշել, թե Մոսկվայի դռներն էր ջարդում, թե Փարիզի դռները, Բրյուսել, Բերլին, Նյու Յորք, ամենտեղ գնում էին, ինչի համար, որ Արցախը փրկեին որպես հայկական, որ արցախցիներին էթնիկ զտման չենթարկեին,
Ստե պետք է մի փոքրիկ հիշատակում են անել, որ չէին ուզում ճիշտ համագործակցեին Արցախի քաղաքական էլիտան, դա վառ օրինակ, մտեք, տեսեք, Ազատ հայրենիք կուսակցության падգամավոր, ոչ անունը գիտեմ, ոչ ազգանունը, Սև Մազերով կիներ, Ազատ հայրենիք կուսակցության, ասում Հայաստանով է որ խառնվի մեր գործերին, Նիկոլ Փաշինյան դու ով ես որ խառնում, մենք ենք ստե որոշում եւ այլն, այսինքն չէին ուզում ընկալեին, որ Արցախը չճանաչված պետություն, լավ թե վատ, ճիշտ թե սխալ, բայց մեր մասին խոսացողը դա Երևանն է, արտաքին աշխարհում, ներքաղաքական կյանքում Արցախում նկատի ունեմ, այո, մեծ հարցեր, գլխավոր հարցերը որոշում է մեր քաղաքական էլիտայի կողմից, իսկ մեր քաղաքական էլիտան, երբ որ հարցը վերաբերում է մեր բաորությանը, ժողովրդին ընդհանրապես ընդ գոյատևման, հաջորդիվ ինքնապաշտպանություն էր պարտիզանական պետ անցնեին իմանալով, որ թուրքը մեզ այդքան էլ չի էլի սիրում հարգում ընդունում, եւ հնարավոր է պատերազմ, այս մասին ոնց որ ոչ մի գործողություն չեն ձեռնարկել։ Ընդեի ժողովուրդը, արա նեղու են եկել, էլի, այս Հայաստանի իշխանությունները իրանց հետ ուզում են խոսան, դե ասում են դուք գործ չունեք, դուք մի խառնվեք։ Մենք ենք ստե որոշողը, արցախցիներս են որոշողը։ Եվ սա գիտեք ինչն է վատը։ Հայրենակիցներ ջան, ձեզ շատ էր դուր գալիս այդ կենացային ժանրի եւ պաթոսային արտահայտությունները։ Դուք ցնցվում էիք ուղակի, ուրախանում էիք, ողջունում էիք, բայց ինչ լավ ապտակ հասցրի Նիկոլ Փաշինյանին, տիկին падգամավորը ապտակեց Փաշինյանին։ Դե մի ուրիշ տիկին падգամավոր մի այլ կարգի է, ավելի լավ բառեր է ասում, ճոխ, գույնզգույն, վառվռուն, փայլատակող, այդ ինչ մտքեր էր, այդ ինչ մտքեր էին ասում։ Հալալալնի, հա, հալալալնի։ Պարոն Քոչարյան, էդի ձեզ եմ ասում, հիշեցնում եմ եւ ձեր աջակից ժողովրդին ուզում եմ միշտ ստապ պահել այս առումով, հիշեցնել։ Ստե առանց սադրանքի, առանց ինչ որ սարկազմի, առանց ինչ որ հետի մտքի եմ ես սա ասում։ Ուզում եմ հիշատակել, որ երբ որ ամբողջ աշխարհը ուզում եք միացնեմ, այս վերջերը միացրել է եւ իմ էջում կա դուետ Պուտինի, Շայգուի, Լավրովի, ընդ ինչքան պետական չինովնիկներ կան Ռուսաստանում, հայ ազգի մի երկու չեմ ուզում վիրավորածնեմ այդ Գուրգինյան, Մուրգինյան, տեսեք ինչեր են խոսում ընդհանրապես իրաց դիրքորոշումը Արցախի հարցի շուրջ։ Եվ սա ձեզ բավարար չի, պարոն Քոչարյան, որ Պուտինի մակարդակով, Լավրովի մակարդակով մեզ ասում են, որ մենք, դա 20 թվին են ասել, հո Պրահայից առաջ են ասել, Պրահայից հետո չեն ասել։ Պրահայից առաջ, Պրահայից առաջ։ Պուտինն ասել է, այդ տերիտորիան համարվել է միշտ էլ Ադրբեջանի տերիտորիա, միջազգային բոլոր կանոններով, 4 ռեզոլյուցիա դուք էլ եք հիշատակում, չէ՞, ՄԱԿ-ի ռեզոլյուցիաները։ Այսինքն այդքանից հետո Փաշինյանը չի երկրի վարչապետը, Դոնալդ Տրամփն է, Մակրոնն է, Հայաստանի վարչապետը, կամ դուք եք, կամ ես եմ։ Ըստ կապ չունի ով է։ Մենակ մնացած Հայաստանը առանց դաշնակցի, ունի փաստացի դաշնակից, անունը Ռուսաստանի Դաշնություն, եւ այդ պետության բոլոր այդ գլխավոր չինովնիկները նախագահի մակարդակով, արտաքին գործերի մակարդակով, նախարարի մակարդակով, ասում է, որ արա չի ընդունում Ղարաբաղը, չի ընդունում, այսինքն մենք պետք է ինտեգրվենք Ադրբեջանի կազմ ապրենք։ Հեսա կարող է մեղադրեք, ասեք դե գնային դրան պետք է գնային, եթե մենք պետք է ինտեգրվեինք Ադրբեջանի կազմ, այս կապույտ անձնագիրը փոխեինք, սարքեինք, կանաչ ինչ որ չգիտեմ, թղթի կտորի ադրբեջանական։ Սրան մենք ժողովուրդս ենք դեմ գնացել, արեք մի մեղադրեք Երևանին, եթե դա մեղք է, իսկ ես դա համարում եմ հերոսություն, ես դա համարում եմ մարդկային բարձր արժեքներ ու բարոյականություն, երբ որ հայը եղբայրասպան, իր եղբայրներին սպանող, իր ազգին կոտորող, թշնամի պետության կազմ չի մտնում, չի ինտեգրվում։ Դուք սա մեղադրանք եք իմ ուղղությամբ օրինակ հնչեցնում։ Պետք չի իմ ուղղությամբ մեղադրանք հնչեցնել ու Արցախահայության հանդեպ այս ուղղությամբ չի կարելի մեղադրել։ Ես ասել եմ վերջի 30 տարվա մեջ մենք մի ճիշտ բան ենք արել, մի հատ համախմբված, միավորված բան ենք արել, դա արցախցիներից միահամուռ, միասին դուրս գալներ Արցախում, ինչը վատ բան է։ Լավ կլներ մնայինք, ապրեինք, բայց պաշտպանված ելներ, հայկական լիներ, Հայաստանի մասը լիներ, բայց երբ որ դանակը հասավ ոսկորին, երբ որ պետք է սպանվեինք, մորթվեինք, մենք
100%-անոց, այտենց բանա, եթե օրինակ 100%-անոց մայիս ամսին բանին հելնեին, ասեին, դավայ արայիկ, բան, Բակո Սահակյան, մի կողմ քաշվեք, Բաբայան Սամվելին բերեք առաջադրենք այս հարցերով, եթե 100% նույն մեր հայ ժողովուրդ արցախայությունը դուրս գար sense բաներ անել, մենք այլ ճակատագրի կարժենանայինք, ու դուք այսօր ինտերվյու տալուց սրա մասին հաստատ չէիք խոսայի։ Սրա մասին ինչ խոսակ, եթե արդեն Արցախը իր դիրքերը իսկապես կպահեր, կհամագործակցեր Հայաստանի հետ եւ այլ իրավիճակներ, չեմ ասեմ, որ 94 թվից այս կողմ այդ ամեն ինչը չանեիք դուք ձեր շրջապատով հանդերձ ու այսօր դուք վերագրում եք ամբողջ լավը ձեր վրա, բայց ոչ մի սխալ, ոչ մի մեղք դուք չեք արել։ Ո՞ս կարող տենց բան անել։ Դե լավ է, եկեք բարձրնենք։ Երբ ես ինչքան էլ խոսամ այս թեմայի շուրջ, չի բարձրնի, էլի, գիտեք, այնքան ասելի, կա զրուցընկեր կլինի, հարց տող կլինի, ես կարամ շարունակեմ։ Խնդրեմ, կարող եք ձեր հարցերը այս ուղղությամբ նույնիսկ գրել տակը կամ եթե այլ թեմայի շուրջ էլ ես պատրաստ եմ պատասխանել, բայց լսենք, շարունակենք լսել պարոն Ռոբերտ Քոչարյանին։ Ռուսները չել բանակցում, տեղակալ չպա։ Սենց ոնց որ կոպիտ ասած, ուսանը դուք լուրջ մտածում եք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի է այդպես վարվել։ Սուտես չինը միջազգային հարաբերությունները։ Սխամուս այդպես ոչի չինը։ Ու ըստ էության իրենք ինչ դրանով Ռուսաստանի որպես միջնորդ, այդ միջնորդի աթոռը տակից վերցրել է։ Ոյ մամա ջան, լավա չի ընկել Պուտինը։ Ասում տակից վերցրել եմ։ Տակը բան կար դրանց, այդ Պուտինների տակը աթոռ կար։ Խի Պուտինը աթոռի շուրջ, աթոռի վրա նստած սեղանի շուրջ բանակցում էր Արցախի հարցի շուրջ, ինչ որ մի փոքրիկ դրական ուղղություն ունենալով մեր արցախցիներից կամ Հայաստանի հայ շահին։ Կներեք, պարոն Քոչարյան, Ռուսաստանը ինչքան գիտեմ, ինչքան աթոռի նստել բանակցել է, ինքը իր շահի համար է բանակցել։ Ամենայն անկեղծությամբ ես չեմ հիշում, որ Ռուսաստանը բանակցել իշա Արգենտինայի, իշա Բոլիվիայի, իշա Աֆղանստանի կամ Արցախի, Հայաստան, տարբեր այլ պետությունների կամ դուք որ պարոն Քոչարյան 10 տարի նախագահ եք եղել, որ աթոռների գնում նստում բանակցում եք, որ պետության շահի համար եք բանակցում, ձեր պետության, եթե չեմ սխալվում, իմ կարծիքով դուք ձեր պետության շահի համար եք բանակցում։ Չնայած տեղ-տեղ կասկածելի տեղիք հա տալիս, որ գիտեք վիրավորական բան չկա, մեկ Ռուսաստանի դեսպանի տպավորություն եք թողնում ձեր դիրքորոշում, որտեղ ձեր հարցազրույցների մեջ ավելի շատ փորձել պաշտպանել, փորձել սվաղել, շպակիլով կատալ Ռուսաստանի կայսրության կամ այսօրվա Ռուսաստանի Դաշնության բոլոր գործողությունները, մանավանդ եթե այդ գործողությունները ըլներ փոխգործակցված կամ համագործակցված այլ պետությունների հետ, ես կընդունեի ասեի դե նորմալ է, մեր դաշնակից Ռուսաստանն է պաշտպանում։ Ցավալին այն է, որ Ռուսաստանի կատարած անգործությունը կամ հանցագործությունը կամ ոչ ռազմավարական դաշնակցության երևույթները մեր հանդեպ է եղել։ Մեր Հայաստանից Հանրապետության հայ ժողովրդի հանդեպ է եղել։ Ու դուք սա փոխարեն մի փոքրիկ ինտոնացիա հաղորդեք, մի փոքրիկ տոկի տակ, ձեր ախր վերջի վերջո 10 տարի նախագահ եք եղել, դուք հայ ժողովրդին եք ներկայացրել, Հայաստանի Հանրապետության եք ներկայացրել, մի փորձիկ, մի այս պահին ձեր դիրքերը ավելի լավ է, քան Փաշինյանը, ինչի, որտեղ Փաշինյանը ի պաշտոն է, մի քիչ դժվարանալու է, այն բաները ասի, այն բաները անի, որտեղ ասում եք, չէ, այրապորտում չի դիմավորել, դրա համար մեզ պատժեց Ռուսաստանը։ Եթե Փաշինյանը այրապորտում դիմավորեր Պուտինին, ժողովուրդ դուք կասկածում եք, որ Ռուսաստանը Արցախը կսարքեր որպես Հայաստանի մաս, Կարսն ու Արդահանը հետ կտար, Նախիջևանը, բանը, Ախալքալը, Կախալցխանել հետը։ Այ Նիկոլ Փաշինյանը եթե գնար Զվարթնոցում դիմավորել, այս ամեն ինչը կլիներ։ Ոյ Տեր Աստված, դիվանագիտությունը, որը ես դիվանագետ չեմ, ես միջազգային հարաբերություններ ուսումնասիրող չեմ, բայց մի փոքրիկ հիշողություն ունեմ, վերլուծական ունակություն ու տրամաբանություն, ես չեմ կարող տեղավորվում այս մտքերի մեջ։ Իսկ այս մտքերը, սա մեր հայ ժողովրդի հասարակության մի մեծ հատվածի կողմում շրջանառվող մտքեր է։ Հասկանում եք, հավատացել են, որ վարչապետը չի դիմավորել Պուտինին, դրա համար Արցախի հարցում պատժել է։ Как будто մինչև այդ մեր ուսերն վար թափում էր բարօրությունները, օգուտները, մեր շահերին նպաստում է Ռուսաստանը։ Եղել է այդ 25 տարվա մեջ։
Իմիջիալոց ախր ձեր կառավարման շրջանում արդեն դիսբալանսը գործում է ռազմական բյուջեի Հայաստան, Ադրբեջան։ 2005 թվին դիսբալանսը արդեն գրանցվել։ Երկակի թե երակի արդեն ավելացել Ադրբեջանի։ Բայց սրա մասին գոնե արդեն 15 թվին, 16 թվին, չէ, 16 չեմ կարող հաստատ ասել, բայց արդեն Սերժ Սարգսյանը արձագանքել է։ Դուք չեք արձագանքում։ Սերժ Սարգսյանը ավելի ազնիվ է այս հարցում։ Ինքը այսպիսի մի բան է արտահայտել, որ մեզ կսկսի անհանգստացնել այն ժամանակ, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, երբ որ այդ վաճառված զենքը օգտագործվի մեր դեմ։ Եվ փաստորեն մենք կարող ենք այսօր ֆիքսել, կարող ենք մենք այսօր սրա մասին խոսալ, որ Ռուսաստանի վաճառված զենքը օգտագործվել է հայ ժողովրդի դեմ, եւ ըստ այդմ Սերժ Սարգսյանի արտահայտված միտքը 2010 թվականներին, 10 քանի թվականներին, չեմ կարող հաստատ ասեմ, իր պատկերացումները, իր մտահոգությունները իրականություն ա դարձել։ Ճիշտ է, այսօր Սերժ Սարգսյանն էլ չի ասեմ, ես ժամանակին զգուշացնում էի, որ այդ զենքը օգտագործվել մեր դեմ, ուրեմն Ռուսաստանը լավ գործընկեր չի, լավ դաշնակից չի ասում, արդեն բայց չէ որ մենք արդեն կարանք ենթադրենք, որ դա է գալիս իր ասածը։ Իսկ դուք, պարոն Քոչարյան, չեք ուզում այդ խոսքը ասեք, որ մեր բոլորիս աչքի դեմը Ռուսաստանը զինում էր ուրեմն Ադրբեջանին։ Ես ուզում եմ սրա մասում մի բան ավելացնել, օրինակ եմ բերում։ Այսօր բոլորը մեղադրում են, որ եթե Փաշինյանը չլիներ, Հայաստանը կհաղթեր Ադրբեջանի պատերազմում։ Այն որ Ռուսաստանը զինեց, Բելարուսյան զինեց, Թուրքիան ամիջապես մասնակից եղավ այդ պատերազմին, Իսրայելը զինեց, Պակիստանն էլ ինչ որ չափով երևի աջակիցել է եղել, չեմ կարող հաստատ ասեմ, եւ դիվանագիտորեն հաստատ աջակից է եղել, զենքի զինամթերքի մասով չգիտեմ, երևի տվել է, բա ինչ ա արել։ Դուք ուզում եք, պարոն Քոչարյան, այդքան մասնակիցների արդյունքում երկար տարիներ թեթևակի թալանված բանակը հաղթեր այդքան պետություններին։ Տեսեք ինչ ա կատարվել։ Այդ պատերազմի արդյունքում Արցախը կորցրել ենք։ Նիկոլ Փաշինյանը վաղը մյուս օրը լրանման ժամկետը կամ հեռացնում են ժողովուրդը Իրան, գալիս է մի հատ Մարկոս Կիրակոսյան անազգանունով վարչապետ։ Հայաստանը 29800 արդեն քառակուսի կիլոմետրանոց հարձակվում է, Աստված հեռու տանես, օրինակ եմ ես բերում, հարձակվում է էլի նույն սաստավը մի քիչ էլ հələ ավել։ Այսինքն Թուրքիան դա ամեն ինչով արդեն իր զորքով է մտնում արևելի Հայաստանի արևմտյան մասով, Ադրբեջանը արևելյան մասով, հարավից Պակիստան, վերևից էլ հələ Վրաստան, մեր եղբայրական Վրաստանն էլ չի կարողանում ոչ մի բան անել, ինչը պատմության մեջ 1000 անգամ է եղել, ինքը հանձնվել է, վախեցել է Թուրքից, դռները բացվել է, դարպասները բացվել է հյուսիսային Հայաստանի հյուսիսային հատվածով, մտել են Փրթոցի է գնում, կոտորած ավերածություններ, մի ամբողջ պետություն, Նիկոլ Փաշինյանը ուրեմն կարա կանգնի, ասի, այ իմ ժամանակ չեն կարացել մեզ Վնաստան, չեն կարացել գրավեն Հայաստանը։ Ձեր ասածը այդ չի գալիս, այսինքն ասի, բա ես գիտեք սու եմ բերել, բա ես գիտեք հնդկական զենք եմ բերել, ֆրանսիական զենք եմ բերել, իմ ժամանակ այդ դեպքերը չի եղել, չեն կարացել մեզ հաղթեն։ Եթե պատերազմ չի եղել, չեն կարացել հաղթեն, դա չի նշանակում, որ լինի, չեն կարենալու հաղթեն։ Լավ, հուսում եմ օրինակը դուք հասկացաք, այսինքն չի կարելի ձեր ժամանակներում, որ դուք ընդհանրապես մասնակից եք եղել, ոչ թե կառավարող, գլխավորը ռազմական գործի օպերացիաների գլխավոր, գիտենք, ով է եղել, կամանդուշին ով է եղել, ու իմիջիալոց բլոկ պատերազմի ժամանակ, դա էլ պետք է ասել, չի կարելի մոռանալ։ Արդեն հրապարակվել է պատերազմից հետո, երբ որ Մնացականյանն Վիտալի Բալասյանը էլի գեներալներ կան նստած, Վանեցյանը սենց ականջը քորում է, բան չի հասկանում, Բաբայանը օպերացիա է մշակում, Վանեցյանը նույնպես գեներալ է, չի հասկանում, դա ինչ օպերացիա է, օպերացիան չեն կազմակերպում, այսինքն Բաբայան Սամվել ապացուցել է, որ ինքը ոչ թե 90-ականներին փակել է իր կարիերան ռազմական գործի, այլ ինքը ցույց է տվել, որ իմ համար չկա ռազմական կարիերայի փակում, երբ որ պատերազմը դեռ շարունակվում է։ Հարգելի պարոն Քոչարյան, դուք մնացածները շատերը ասում են, որ մենք ենք հաղթել պատերազմը։
Մի հատ էլ տեսանոց դուք հրապարակեք, արդեն պատերազմը բրծած, որ դուք էլ եք ինչ որ մութ սենյակներում օպերացիաներ մշակում, որպեսզի տղերքը կարողանային հասնեին հաջողության։ Չկա տենց բան, չի եղել տենց բան, եթե կա 5 տարի անցել պատերազմից հետո հրապարակեք, մենք էլ տեղեկ անանք։ Էլի ասելիք շատ կա այս ուղղությամբ, իմ մտքերը անդադ փախնում է աչ ու ձախ կողմ, ես ուզում եմ միջև վերջ լսենք, ստե մի քանի վայրկյան է։ Ասում են դուք Ղարաբաղին Ադրբեջանը գնացեք իրար հետ բանարցեք։ Ըստ էության։ Ադրբեջանը ասում է, բայց դու միջնորդես մեր ու Հայաստանի մեջ։ Կարող Ղարաբաղի հիմա դուք եք ներկայացնա։ Բայց հիմա դա չունի Ռուսաստանը։ Ռուսաստանի տակից միջնորդի արդյոք ուղղակի հանել են, հետո պահանջում են ասում են ինչ չես արել, ինչ ես արել։ Այդ կարգից Բայց կարելի ասած հալալնի Հայաստանին, որ կարող է Ռուսաստանի վրա ազդած, հակազդած լինի։ Կարևոր հարցեր որոշի, որ Ռուսաստանին вообще sense աուդում է թողնում, upside, ոնց է ֆուտբոլում տենց տերմիններ կա, չէ՞, խաղից դուրս իրավիճակը մա թողնում։ Եթե Հայաստանը դարձել է այդ պետությունը տարածաշրջանում, ավելի մեծ բաների է հասնել, հələ սպասեք։ խաղները ուղղակի այն խաղներն են, որոնց համար չափազանց թամ գինես տալիս։ Չէ, լավ, այդ արդեն տենց չի, պարոն Քոչարյան, կներեք, միտքել է եղել կոնկրետ այս ինտերվյուում ասող չեմ ասում, պարոն Քոչարյանը մտքերը ասած, որ ես օրինակ կիսել եմ, համաձայնվել եմ, որովհետև ոչ միշտ չի էլի, որ իրանց արտահայտված մտքերը իշա այդ պահին իրանց անձի է, տեղ-տեղ առանց հաշվարկելը, որ կարող է օգտագործվի այդ միտքն էլ այլ ուժերի, այլ կուսակցությունների շահի միգուցե ոչ հաշվարկված բան արտահայտվում է եւ ինձ դուր է գալիս, երբ որ մարդ չի փորձում միշտ ինքը արդարան է, միշտ ինքը իրան անմեղ սունակ համարի կամ սուրբ համարի կամ եւ այլն եւ այլն։ Հիմա թեման ես չեմ ուզում, եթե թույլ կտակ կարանք փոխենք թաղապետարանի մասով էլ խոսանք այդ իրավիճակը, եթե համաձայն եք կարամ ես իմ կարծիքը ասեմ, բայց թե քանի որ հնչվել է հարց, ձեր անունը կխնդրեի հարգելի քաղաքացի նկարնել ունեք շատ վատ բան է նիկոլականներ խորոփեմ ձեր վրները այս ուզում է քոչարյանականներին ուղղված էլի սերժականներին նիկոլականներին սխալ բան է ջնջեք խնդրում եմ եթե կլսեք ինձ եթե հարգեք իմ խոսքը բայց լավ բան չի էդի բայց ես ձեր գրածին կպատասխանեմ ասում եք ուր կորավ Կարո ջնջել եք ձեր գրած ուր չէ Գևոր ինչ կասես քո ընկեր Ռոման դուք որ թիվ եք երբ եք ծնվել вообще դուք տեղյակ չեք ես որ այն դեպքերից հետո ես այդ մարդու հետ կապ չունեմ իմիջիալոց անուն տալիս եք ասածների որ Շուշիում ռուսնա կամազներով թուրք բերել ես դրա մասին անդրադարձել եմ ինքը ասել է իր նման միամիտ մարդկանց համար ինքը ասել է անտեղյակ մարդկանց համար ինքը խաբել է իր հետևորդներին հանուն լայքի հանուն PR-ի հանուն սկանդալային պատմություններ ստեղծելու իր վրա ուշադրություն գրավելու շատ մարդիկ պատրաստ են նմանատիպ բաներ անելու բայց եթե դու չունես սեփական մտածելակերպ չունես վերլուծական ունակություն Եվ դու կտրված ես իրականությունից, եւ դու անմիջապես պատերազմի մասնակցից չես լսել տենց բան, երբ որ ԱԱՑ-ն չի հրապարակել տենց բան, երբ որ շտաբը չի հրապարակել տենց բան, ինչ որ մի բլոգեր, ով որ պատերազմի դաշտում չի եղել, կյանքում չի եղել, ու խոսում է պատերազմի մասնակից մարդուն 100% ինֆորմացիա տալով, այդ պատերազմի մասնակիցը առնվազն պետք է խնդա, չէ՞, այդ մարդու վրա։ Հասկանում եք, իմ դեմը դրած այս ժամացույցը, օրինակ, ես սա տենում եմ, ինչ որ մեկը ինձ խափի ասի, էդի մուրաբայա, էդի տանձա խնձորա, կներեք էլի, եթե ես խելք ունեմ, աչքեր ունեմ, տեսնում եմ, այդքանը ինչ պետք է ես լսեմ ձեզ, որ դուք ասում եք տանձ կամ խնձորա այս ժամացույցը։ Թող իր հետևորդները, սրանից հետո ուշադիր ելնեն, ու հետ գնան երկար իր այսքան տարիների ծավալած մտքերը հասկանան, որ այսպիսի մտքեր շատ է եղել, որ ճշմարտանման սուտ է եղել, ու դուք մարսել եք, սիրելի ընկերներ, սիրելի հայրենակիցներ, ես էլ ունեմ ընդհանուր ընկերներ, եւ իրան են ընկեր, եւ ինձ։ Ես ձեզ եթե այսքան ժամանակ մի բան խափ հացալնեմ, դուք կարաք ամենավերջին խոսք ասեք ինձ։ Ես շատ ու շատ իրեմ, որպեսզի իմ խոսքը եթե դրա համար մի բան հաստատ չգիտեմ, ասում եմ
Կարող է sense բան լինի։ Իմ կարծիքով տես բան։ Հայաստանցիները ասում են մինչև հիմա չգիտեն, այդ Ղարաբաղցիներն էլ չգիտեն։ Այդ ինչ արտահայտվելու ձև է։ Ասկիտ մի հատվածին, ժողովրդիդ մի հատվածի վրա, sense անելով խոսալս որն է։ Կարաս ասես մեր հայերը ընդհանրապես չգիտեն, ստեսի պետք էլ չէր արցախցիները չգիտեն, հայաստանցիները չգիտեն, մեր ժողովուրդը չգիտեին։ Ու շարունակես ընդ քո սուտ խոսքը ամբողջ աշխարհը գիտի, որ ռուսը Ադրբեջան բանակ չի ունեցել։ Ռուսը մենակ ունեցել է Հայաստանում բանակ։ Մինչև հիմա էլ ունի Գյումրիում, չէ՞ Բազաուրում։ Այդ ուզում ես մեղադրես փաստորեն Նիկոլ Փաշինյանի, երևի դիտման բես անում։ Հայաստանի իշխանությունները դու մեղադրում ես, որ ռուսները արդեն մինչև մայիսի, մինչև նոյեմբերի 10-ը ընդեն եղել մի շաբաթ առաջ արդեն, այսինքն Նիկոլ Փաշինյանն է ուղարկել բանից Գյումրիից ռուսներին ընդե, որպեսզի թուրքերին օգնի, սա իշխանությունն էլ պետք է արձագանքի, սա ուղիղ մեղադրանք էր հենց Հայաստանի իշխանություններին։ Առաջին հայացքից տպավորություն է, թե սա մեղադրանք է Ռուսաստանին, բայց սա ուղիղ մեղադրանք էր Հայաստանի Հանրապետության կառավարությանը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Սա պետք է ԱԱՑ-ն անդրադառնա, ասի քեզ որտեղից այդպիսի ինֆորմացիա։ Չէ որ Ղարաբաղ հասնելու համար, Շուշի հասնելու համար ռուսական զորքը ունի երկու տարածքով հնարավորություն մտնի Ադրբեջան եւ Հայաստան։ Հարձակվող Ջաբրայիլ Հադրուտ վերցնող Շուշի մտնող Թուրքիին Ռուսաստանի կամազը Ուրալը ընդհանրապես պետք չի, որտեղ Ռուսաստանի արդեն 30 տարվա տված զենքը բավարար է դրան հասնելու։ Պետք է մի քիչ տրամաբանություն լինի այդ ձեր ասացի մեջ, թե չէ։ Ինչ մնում է մեր հարաբերություններին։ Ես չեմ կարա նմանատիպ մարդու, որ ազգի հատվածին։ Ես կարամ իր ինչ որ մտքեր, երբ որ վերլուծություն ունի, գնահատականներ տալիս է նախկին քաղաքական գործիչների հանդեպ, ընդունեմ դրական։ Իր այն գործունեությունը, որ գնում մանկապարտեզ, դպրոց, ասֆալտանկարը մեր ամբողջ Հայաստանի տարածքով, ընդունում եմ դա դրական։ Կապ չունի ինքով է, ինչա այդ գործողությունն եմ ես ընդունում դրական։ Ես համարում եմ, որ դա լավ բան է, որ դրսի հայը միգուցե շահագրգռվի, դուրը գա, հետ գա Հայաստան, սա հայանպաստ, պետականանպաստ բան եմ տեսնում սրա մեջ, բայց անել մի երկու լավ բան ու դրա տակ ազգը պարակտել, հակազգային, հակաժողովրդական բաներ անել, աններելի է, ժողովուրդ, ես չեմ կարա ընդունել, ես չեմ կարա տենց մարդու, հասկանում եք, չճանաչելով ես ընդհանրապես շփվել եմ այդ մարդու հետ եւ ժամանակը ցույց կտա, թե ինքն էլ էր ուզում իմ հետ շփվել, թե ինքը պատվեր էր կատարել իմ հետ, ուզում էր ուրիշ բան։ Ես մի քիչ միամիտ ասեմ, կարա սխալ հնչվի, ես մարդկության հանդեպ ուղղակի պարզ եմ։ Ես մարդու հետ բարևում շփվում եմ լավ բարի նպատակով։ Իմ հանդեպ ես գիտեմ, թե սաղ տենց է, մինչև այն րոպեն, այն վարքյանը, երբ որ արդեն կատարվում է ինչ որ բաներ եւ հասկանում եմ, որ ես սխալվել եմ այդ մարդու հանդեպ։ Այնպես որ ես ոչ գաղափարակից, ոչ ընկեր, ոչ բան ես չեմ կարող լինեմ։ Մի 2-3 ամիս որ շփվեցինք, տարբեր հայացքներ, տարբեր նույնիսկ մենք ունենք ուղիղ եթեր իրար հետ։ Մենք իրար հետ տարբեր մտքեր ենք արտահայտում։ Ես իրան ուղղում եմ այդ հարցով, սխալ ես խոսում, օրինակ, այդ մեկը ճիշտ չի, համաձայն չեմ։ Այսինքն մենք գաղափարապես իրար հետ երբևէ չենք եղել։ Անձնապես շփվել ենք, դե մարդ ես։ Ես չեմ որոշողը վաղում հետ շփվեմ։ Վերևները Աստված որոշում է։ Ես ուղին, որ դու անցնում ես, ես անցնում եմ, սա երկնային տիրոջ կողմից է, սա տիեզերքի ազդեցության կողմից է։ Ու ոչ մեկ չի կարող մեղադրի, չի կարող ինձ վիրավորի հայոյի, ես որ իր հետ շփվել եմ։ Նույնն էլ բոլորի հետ ես կարամ հազարավոր մարդկանց հետ շփվեմ, վերջում 5-ի հետ օրինակ մոտիկություն անեմ։ Այս բան որ իմ հետ մոտիկա, այդ մարդիկ էլ կարող է վաղը մյուս օր ինձանից հեռանան, օրինակ, ինչ չսիրելով, իմ միտքը չկիսելով։ Մարդ ենք, սա մի կողմ, սա ոչ կարևոր թեմա է ժողովուրդ, իմ անձնական կյանքը պետք չի, բայց դե որ քանի որ շատ է հələ գրվում, տենում եմ մեկնաբանություններում քո ընկեր, ժողովուրդ ես կներեք էլի հիմա շատերի հետ եմ բարև տված, շատերի հետ եմ շփված, ինչու՞ չեմ մոտիկություն արած, դարավ ընկերը գաղափարակից ընկերն է, ընկերը որ հայրենիքը վերադասում կուսակցական շահից, ես տենց եմ քաղաքական դաշտում ինձ ընկեր կարամ համարեմ նրան անկախ քաղաքական նույնիսկ հայացներից, եթե ինքը վերադասում իր կուսակցության շահից պետությունը, այդ մարդը իմ համար հարգելի է, իմ համար ընկեր է։ Սովետը փլուզվեց, կարդանք, էսա հետ եմ գնալու, էլի կա գրած բաներ։ Խիաս ես թռնում ես, Սովետը փլուզվեց, հետո Հայաստան անկախացել է Արցախի հետ միասին, որտեղ հռչակագրում նշված Հայաստանը անկախանում է որպես անկախ պետություն, միավորելով նախկին ՆԿՕ-ն, ներառյալ Արցախը որպես
ինչ Հայաստանի երևի, հա, խիաթր, ահա, Հայաստանի մաս, ու ընդեղ, ընդեղ 12,000 կետ, չէ 12 կետ, որոնք վերաբերվում է անվտանգությունը ազատ տեղաշարժման եւ այլ, ինչ արեցին փրկիչները, արհեստական, Արցախը հրճակեցին իբրև անկախ պետություն, զրկեցին Արցախը բանակցային սեղանից, լուծարեցին Արցախը ԲԲ, մի խոսքով անտեսեցին հռչակագիրը, որ այն ժամանակ սահմանադրության էր հաշվում, դեռևս սահմանադրությունը գրված չէր, մի խոսքով սահմանադրության կարգի խախտում էր, որտեղ առ այսօր ոչ մի բացատրություն պատասխան տվող չկա։ Պարոն Մանասյանը կետ առ կետ նշեց, այն ինչ որ կա, ես կարամ վերնագրեմ իր խոսքը, որ այո, 4 թվից մինչև այս կողմել սխալներ մեղքեր կատարվել է եւ փող գործակցված, համագործակցված, իրար հետ կապ ունեցող սխալներ է, այսինքն պատասխանատվությունն ու մեղքը հավասարաչափ կրում են։ Եթե պատասխանատվությունը ամբողջովին նույնիսկ Փաշինյանի վրան է, այդ վերջումիկն է եղել, չէ, ստորագրողը, հանձնողը։ Հիմա միջև այդ ես միշտ ասել եմ, հո Անգլիայի թագավորություն չեք ժառանգել դուք Փաշինյանին կամ ամենահզոր բանակը չեք ժառանգել։ Հերիքա ստեր մտեր խոսեք, բոլորդ մեղավոր եք, պատասխանատուն հա Փաշինյանն է էլի։ Հաջորդ Գևորգ դրանց եկել են Մոսկվայից Երևանը որպես, հա, այս չգիտեմ իմ Facebook-ից, հա թե ընդհանուր բոլորի Facebook-ն է, սենց եմ անում թերթելուց, որ կարդամ մարդու գրածը թռնում է։ Ոչ մեծ սուտ մուտի թեմա է, պրոստը ինքը գիտեր, որ դրա շուրջ, սենց են անելու ժողովուրդը, բալսել եք, բարձում ասենց, ինքը հանուն դրա, պարզ ժողովուրդ, ես մի թեթև իր այդ, որ շփվել եմ, ես իր այդ բնավորությունից մասով գիտեմ, մեկը մի բան ասի, չէ, օրինակ խմած մարդ ասի, կամ մի քիչ կտացրած մարդ ասի, մի միտք, մի գիժ մի բան ասի, կապ չունի, առանց ճշտելու, իրան դուր եկավ այդ պահը, մտավ սիրտը, չէ, այդ միտքը, վրաս ասում է, ում միտն ես ասում, որ գրքից, որ թերթից ես կարդացել, լավ էլի, ու իմիջիալոց սա հիվանդություն է, հիմնականում բլոգերների մոտ սենց հիվանդություն կա, աստղային խփած էլի։ Գներեք, լավ ժողովուրդ, գիտեք ինչ անեմ, բերեք ես ձեր մեկնաբանությունները կկարդամ, քանի որ իմ հեռախոսում ինչ որ խնդիր կա, սենց եմ անում փախնում է։ Հետո ասել եմ, կարդամ պատասխանեմ։ Глупости не говори по твоим словам, русские в Азербайджане не могут приехать. Я верю, что военные русские через Азер пришли и верю, что они вышли в Шуши, зная русскую натуру. Жанна Саркисյան, давайте իրար չվիրավորենք, բայց արեք տրամաբանական խոսանք, էլի։ Ես չեմ ասում դուք հիմար եք կամ հիմարություն եք դուրս տալիս, դուք իմ հանդեպ տենց բաներ մի խոսացեք, որտեղ ես շատ չար մարդ եմ դառնում, երբ որ ինձ կպնում են։ Մի թույլ տվեք իմ եթերը փչացնեմ ձեր պատճառով, արեք տրամաբանենք, էլի։ Ասում եք ադրբեջանցիները Ադրբեջանով եկալ ռուսները ընդ, դուք հասկանում եք ինչ եք ասում։ Հայ զինվորը Շուշվեցի տղեն, Ղարաբաղցի տղեն, հայը ընդհանրապես, Շուշի թուրք մտնողը, իրա դիմացից էլի որ մտնում է Շուշի, կարող է, սենց դնելու է տեսնա կյաժամ ազերը ռուսի նման, թե չէ, դեմը հայը հայն է կրակել, հասկանում եք պատերազմի ժամանակ, որտեղ դեմն է հելել չի իմացել, չեն հասցրել երևի հստակեցնեն բան, հիմա պարզում է, Ղարաբաղցին, Ղարաբաղի այդ տղերքը, մինչև 20 թվի արդեն նոյեմբերի 10-ը, իրանք ռուս չեն տեսել, այսինքն եթե ռուս ելներ, ուկրաինացի ելներ Շուշի մտնողը կամազներով, կրակ են բացելու, եթե այդ կամազը զենք զինամթերք չի բերել, զորք չի բերել, քո կողքին իջեցրել ասել, էսա ձեզ բերել եմ նվերներ, ձեզ բերել եմ զորք, ու քո դեմն է ինքը, առնվազը դու պետքա դուրրա կլնես, որ քո դեմից կրակ բացող կամազ կլնի, Урал կլնի, բան, եկած մարդու մի հատ բան պետք է սևացնես, փոշիացնես, ու հասկացան գեներալիտետը այդ մակարդակը չունել, բայց խի սեփական լհա մի փոքրիկ ուղեղել չունեին, հասկանային, որ դիմացիդ կանգնածին պետքա ոչնչացնես։ Պատերազմի ժամանակ միշտ չեն, որ հրաման են տալիս, ասում են դու այս ուղղությամբ, այ մարդ պատերազմը всё դու որտեղից վտանգ ես տեսնում, որտեղից կրակ ես տեսնում, պետքա այդ կրակը բան անես, չեզոքացնես։
Գեորգ դրանց եկել են Մոսկվայից Երևանով որպես Գեորգ դրանք եկել են Մոսկվայից Երևանը որպես կռվող, որոնց մեջ է եղել նաև Լևոն Ադամյանը, Նիկոլը չգիտեր թե Ղարաբաղյան կլանը ինչ ծրագրեր ունի ռուսի հրահրմամբ։ Տիկին Շուշանիկ, ես դրա մասին գիտեմ, ճիշտ ասած, առանց անձնավորելու ինչ որ մարդու անուն բան գրում եք, դե չգիտեմ ով ինչ ա արել, ինչ դեր ա ունեցել, բայց այն որ հայ գենի մեջ դավաճանությունը կա եւ իշխանամոլություն կա, իշխանատենչություն կա եւ հանուն իշխանությունը զավթելու պատրաստ էին Արցախ ինչ որ հատվածներ հանձնեին, մտածելով հետո իրանք կգան իշխանության, դա արտահայտված միտք ա եղել ինչ որ նախին գեներալի կողմից էլ։ Ես դա 3 տարի առաջ հրապարակել եմ։ Ու այդ գեներալի նման էլի մարդիկ են եղել, շահագրգռված կողմեր իշխանությունը զավթելու։ Համաձայն եմ։ Так что глупости, наверное, армяне подумали, что миротворцы пришли, поэтому бездействовали. Инча? Наверное, армяне подумали, что миротворцы пришли, поэтому бездействовали. Вот поэтому на вас работает этот блогер. На вас. Какие, как вы? Я не в плохом смысле говорю. Во-первых, почему вы по-русски пишете? Для кого это пишете? Чтобы доступно было азербайджанцам, чтобы доступно было русских. Մի քիչ կասկածելի է։ Եկեք ես հայերեն ասեմ։ Այդ ձեր նմանների համար այսքապես աշխատում այդ բլոգերը։ Այդ միամիտ մարդկանց վրա է աշխատում։ Լայքերի համար է աշխատում։ Այսինքն առանց հրադադար հայտարարելու, առանց զորքին հրաման տալու շտաբից, որ всё, դադարա, զինադադարա, ռուսը գալիս է, միրատվորից կանգնի, մի շաբաթ առաջ սենց հոտ են քաշել մատերից, ասեն, դե երևի զինադադարա են ռուսները եկել են, հա։ Մենակ ռուսները գիտեին դեռ մայիս ամսից, ռուս խաղապահները դեռ մայիս ամսից 4-5 ամիս առաջ գիտեին, որ Ղարաբաղ պատերազմ է լինելու, իրանք պետք է պատրաստ լինեն ավարտելուց հետո կանգնեն Ադրբեջանի ու Հայաստանի արանքում։ Հասկացաք, այդ բաց հայերս չգիտեին, պատերազմող տղերք չգիտեին, որ ռուս պետք է գանդեկային, իրանք գիտեին դաժե հաղթում են, այդ ժամանակավոր հետնահանջա եւ այլն, տարբեր կարծիքներ ա, ես չեմ ուզում շենց հաստատ բաներ ասել։ Ժողովուրդ շատ հետ գնամ, հարցեր գրել էիք, չէ, մնացած հարցերը եթե լուրջ կարևոր եւ բան կլինի, ես կփորձեմ մեկ այլ եթերով պատասխանել կամ հենց մեկնաբանությունները բաժնում կպատասխանեմ, որտեւ երկարեցնել եթերը մի տեսակ ես չեմ սիրում եւ համարում եմ, որ դա անհարգալից վերաբերմունք է եւս հետեւորդի կամ ունկնդրողի համար։ Իրանց թանկագին ժամանակը տրամադրեցին կես ժամ հերիք է։ Կես ժամից ավելի մի քիչ արդեն խախտում է։ Լավ մնացեք, բոլորիդ լավ օր, բոլորիդ հանգստյան լավ օր, նախ սերով եղեք, խաղ եղեք, չանդրադարձա թաղապետարանից ես կրտուկին ոչ մի կողմը չեմ պաշտպանում եմ կուլտուրան, քաղաքավարությունը, պաշտպանում եմ սերն ու ջերմությունը փոխադարձ իրար հանդեպ, ոչ բռի խոսքն եմ պաշտպանում, որ բռիությունը ձեռների ուժի, ոտերի ուժի միջոցով, լեզվով, խոսքով, ջերմությամբ իրար հանդեպ, վերջացրեք, խնդրում եմ, երկու կողմին եմ ես, գիտեմ երկու կողմներ իրար հանդեպ տրամադրված են, այդ բլոգերի ուղղությամբ ասում են ուղղորդված է Սադրիչ, հա, դե ըստ հրապարակված տվյալների առաջինը իրան են վիրավորել, եթե ուրիշ բան չկա, կարող է մինչև այդ ուրիշ թեմաներ ա եղել, ես դրա համար չեմ կարող գնահատական տալ, ինչ տեսել եմ հանրային դաշտում, դրա մասին եմ խոսում, ոնց որ իրան են վիրավորական բառեր ասել, ինքն էլ պատասխանը տվել է այնուհետև ակցիան շարունակել, չեմ ողջունում, պետք է իրենց ի սկզբանե էլ տենց բաներ չանեին, ոչ պետական մարմնում աշխատողները պետք է վիրավորական այդ բառերը օգտագործեին, ըստ հրապարակված ձայնագրության, ես այդ եմ տեսել, ոչ էլ պետք է շարունակություն տային եւ ծես կրտուքի վերացեն, եթե տղայավարի բազար էր, ապա ինչու թաղապետեր անում, էլի այդ թաղապետը 6-ից հետո ինչ արում, տուն ա գնում, ճանապարհին կբռնեիք, քուչի զրուցա, փողոցում էլ այդ զրուցանեիք, թաղապետարանին պետք է հանդեպ եւ պետական ինստիտուտների հանդեպ ընդհանրապես հարգալից վերաբերմունք ցույց տալ, բոլորիս է դա վերաբերում, դա այնպես որ բլոգերի այդ վարկն էլ ես գործունեությունը չեմ ճիշտ համարում, բայց դե դա կատարված գործողությունների հաջորդիվ պատասխան գործողությունը, այսինքն պետք է միշտ սկսենք սկզբից, թե ինչպես ստացվեց։ Իսկ ինչ մնում է այդ տղու գործունեությունը, անկեղծ ասած, ես իր գործունեությունը լավ եմ համարում, դրական եմ նայում։ Յուրաքանչյուր բլոգեր, ինչ կուսակցական հայացքներ կունենա, եթե ինքը արձանագրում է քաղաքում կատարվող
կոռուպցիաների մասին, այդ Ալան-Թալանի մասին եւ ոչ նորմատիվներին համապատասխան ռեմոնտների մասին, վերանորոգումների մասին, պետք է այդ տողուն մեդալ տաս, պետք է այդ տողուն շնորհակալություն հայտնես, պետք է հələ մի հատ էլ, չգիտեմ, էլի աջակցես այդ տողուն, որովհետեւ իր բենզինի հաշվին, թե ով է իրան ֆինանսավորում, դա արդեն երկրորդական թեմա, ինքը գնում է ինչ որ դեպքեր տենում, նկարում, հրապարակում, լավ է անում, շատ լավ է անում, ովքեր տենում են իրանց քուչում, իրանց փողոցում, իրանց թաղամասում կա խնդիր, հնարավորություն ունեն հրապարակեք ժողովուրդ, թող իրազեկվեն քաղաքական իշխանությունները, քաղաքապետարանի աշխատողները գնան այդ հարցերին լուծում տան։ Չի կարելի այդ տողու վրա հարձակվել են նախ շատ հոգով։ Եթե տղայավարի թեմա եք տանում, էդ էլ չի ճիշտ է, առաջինն էլ իրան խփեցին։ Անձնապես ընդ ասես դու լավ տղա ես, այդ լավ տղա ես բառի տակ շատ վատ բաներ էլ կա։ Այսինքն դու լավ տղա ես, եթե կամերեքը չնեն, ավելի բաներ կասեմ։ Այդ տղան էլ այդքան հասկանացում է, լավ տղան դու ես։ Էմիջալ տղեն բրթում է մեջքից։ Ես չգիտեմ, սիրել հայրենակիցներ, պետք չի հասնել դրան։ Մանավանդ Արամ Սարգսյան ջան, ձեր կուսակցության ոնց որ ձեր թիմն է այդ ամեն ինչը իրանց հետ է տեղի ունեցել, դուք էլ Եվրոպայի ձգտող եվրոպական ուժ եք համարվում։ Եվրոպան ձեզ տենց կընդունի։ Դա մնացեք բոլորիդ հաջողություն, Աստված հայացնի։